Ապրիլի 15-ին տեղի ունեցավ Սևան համայնքի հավաքանու 7-րդ նստաշրջանի 3-րդ նիստը։ Նախքան օրակարգային հարցերին անցնելը Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը տեղեկացրեց Սևան համայնքի Սևան քաղաքում եւ բնակավայրերում ավարտված եւ մեկնարկած սուբվենցիոն լայնածավալ, ինչպես նաեւ համայնքային բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերի մասին։ Տեղական բյուջեի միջոցներով մեկնարկել են Սևանի ճանապարհների նորոգման աշխատանքները, գործընթացում ընդգրկված են Նաիրյան, Սայաթնովա շինարարների, Գրիբոյեդով, Սարգիս Սևանեցի, Հովանես Թումանյան, Չարենց, Հրազդան, Շահումյան փողոցների ասֆալտբետոնյա ծածկույթի փոսային նորոգումը։ Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ սուբվենցիոն ծրագրի առաջին փուլով անցյալ տարի հիմնանորոգվեց Սևան քաղաքի էներգետիկների փողոցն ամբողջությամբ։ Այս տարի Սևան քաղաքի շուրջ 1 տասնյակ փողոցների հիմնանորոգման ծրագրի շարունակությունն արդեն մեկնարկել է Իսահակյան, Օրբելի, Կարմիր բանակի, Սպանդարյան փողոցներից, որոնց կհաջորդեն Գեղամար, Ռուսական, Աբովյան, Սայաթնովա, Սյունյաց փողոցները։ Այս տարի սուբվենցիոն ծրագրեր կիրականացվեն նաև բնակավայրերում, որոնք ներառում են ճանապարհաշինարարություն, ոռոգման համակարգերի կառուցում եւ մշակութային կենտրոնի հիմնանորոգում։ Ուզում եմ նաև տեղեկացնել, անցյալ տարվանից դեռևս չավարտված մնացել է Սևանի 9 փողոցների հիմնանորոգման աշխատանքները, որի մեկնարկը արդեն իսկ տրված է, 9 փողոցները հերթականությամբ տրված է, այս տարի ևս 9 փողոցի հիմնանորոգում տեղի կունենա եւ կարծում եմ մի քանի օր ընթացքում մեր նոր սուբվենցիոն հայտերի համաձայնությունը արդեն կգա եւ այս տարի ևս արդեն ներկայացված է ցանկի գիջը արարելի ծրագիրը ունենք այս տարի ևս նախորդ տարվա կիսը տրված է կավարտենք նորից կրկնես 9 փողոցի եւ այս տարվա սուբվենցիոն հայտերը իրականացնել են հասցնենք իրավապահ։ Օրակարգային առաջին հարցով Սևանի հավաքանին հաստատեց Սևան համայնքի 2025 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման հաշվետվությունը։ Վարչական բյուջեն գերակատարվել է, սեփական եկամուտները կատարվել են 106.2%-ով։ 25 թվականի առաջին եռամսյակի համար վարչական բյուջեի պլանը կազմել է 547.4 միլիոն դրամ, որի դիմաց հավաքագրվել է 556.3 միլիոն դրամ, կատարողականը կազմել է 101.6%։ Սեփական եկամուտների պլանը 3 ամսվա համար կազմել է 140.3 միլիոն դրամ, հավաքագրվել է 149.1 միլիոն դրամ, ապահովելով 106.2% կատարողական։ Եկամտատեսակներից գերակատարվել է հողի հարկը 165%-ով, տեղական տուրքերը շուրջ 8 անգամ, վարձակալական վճարները շուրջ 3 անգամ, տրանսպորտային միջոցների գույքահարկը կատարվել է 97.5%-ով, թերակատարվել է աղբահանության վճարները, կատարողականը կազմել է 79.7% եւ անշարժ գույքի հարկը, որի կատարողականը ընդամենը կազմել է 36.6%։ Սեփական եկամուտների հավաքագրման ցածր ցուցանիշները աղբահանության, վարձավճարների եւ անշարժ գույքի գույքահարկի գծով էին եւ համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը հորդորեց ազգաբնակչությանը բարեխղճորեն կատարել իրենց հարկային պարտավորությունները։ Տեսնում ենք ինչու մեկնարկել են քաղաքի եւ մաքրությունը եւ սանիտարական մաքրումը եւ աշխատանքները կարծում եմ բոլորի աչքի առաջ, բայց ես խնդրում եմ նաեւ մենք ելի որոշակի ազգաբնակչության, տնտեսվարների, նաեւ իրավաբանական անձանց մասով մեր ամենախնդրահարույց հարցերից մեկը մնում է աղբահանության վճարները, որը մի քիչ անհասկանալի է մի դեպքում կատարված աշխատանքի դիմաց, ուստի առաջից օգտվել եմ նորից ուզում եմ դիմել մեր ազգաբնակչությանը, որպեսզի կոմունալ սպասարկման գումարների մի քիչ ավելի լուրջ վերաբերվեն։ Սևան համայնքի հավաքանին փոփոխություն կատարեց 2025 թվականի դեկտեմբերի 17-ի Սևան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին 179 որոշման մեջ, դրանք վերաբերում էին բյուջեի ծախսերին եւ եկամուտներին։ Հերոն 1-1.5 տարեկան սոցիալական որոշ խմբերի երեխաների ծախսի փոխհատուցման դիմաց պետության կողմից համայնքներին այլ նպատակային դոտացիայի ձևով տրամադրվող գումարի ավելացման։ Գումարի չափը 27 միլիոն դրամ է եւ սա մենք ներառում ենք որպես ավելացում մեր եկամուտների մասում։ 5 միլիոն դրամ ավելացրել ենք աղբահանության վճարների պլանը 40 միլիոնից դարձնելով 45 միլիոն, հույս ունենալով, որ այս տարի ավելի արդյունավետ կկարողանանք այս միջոցները հավաքագրել։ Հաջորդի հավաքանին հաստատեց 2025 թվականի առաջին եռամսյակում Սևան համայնքի կողմից սեփականության իրավունքով ձեռք բերված եւ օտարված գույքի գույքագրման փաստաթղթերը։
Սահմանեց Սևան համայնքի տեղական ինքնակառավարման մարմնում եւ համայնքի աշխատակազմում կոռուպցիոն ռիսկերի ինքնագնահատման աշխատանքային հանձնաժողով ստեղծելու եւ գործունեության կարգը։ Համապատասխան այդ ծրագրի մենք պիտի ունենանք նաև հանձնաժողով եւ հանձնաժողովը պիտի ունենա իր աշխատանքային կարգը։ Այսօր մենք ստեղծելու ենք հանձնաժողովի կազմում լինելու են համայնքապետարանի համապատասխան բաժինների ներկայացուցիչները, համայնքի աշխատակազմի քարտուղարը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալը եւ յուրաքանչյուր խմբակցություն կներկայացնի իր տեխնացուին։ Օրակարգով ներկայացված մյուս հարցով Սևան համայնքի ավականին համաձայնություն տվեց ծաղկունք բնակավայրում փողոցների թվային համարակալման ավելացմանը։ Քննարկվեցին նաև համայնքի ավականուն հասցեագրված այլ դիմումներ եւս, որոնք ստացան սպառիչ պատասխաններ համապատասխան որոշումների ընդունմամբ։ Համայնքի ավականու 7-րդ նստաշրջանի 4-րդ նիստը տեղի կունենա մայիսին։ Սուրեն Բարսեղյան, Գնելովանիսյան, Սևանի STV1 հեռուստաընկերություն, Գեղամաուր։